Տոնակատարության կեսին Հիսուս տաճար ելավ և ուսուցանում էր։ Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպես գիտե գրվածքները, քանի որ բնավ չի սովորել»։ Հիսուս նրանց պատասխան տվեց և ասաց. «Իմ ուսուցումը իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։ Եթե մեկը ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին, թե Աստծուց է արդյոք, թե ես ինքս ինձանից եմ խոսում։ Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա փառքը, որ իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա։ Օրենքը ձեզ Մովսեսը չտվեց, բայց ձեզանից ոչ ոք օրենքը չի կատարում։ Ինչու եք ուզում ինձ սպանել»։ Ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Քո մեջ դև կա, ով է ուզում քեզ սպանել»։ Հիսուս պատասխան տվեց նրանց ու ասաց. «Մի գործ արեց և ամենքդ զարմացել եք։ Մովսեսը դրա համար ձեզ տվեց թլպատությունը, թեև այդ ոչ թե Մովսեսից էր, այլ հայրերից, և շաբաթ օրով մարդ եք թլպատում։ Իսկ արդ, եթե մարդը շաբաթ օրով թլպատվում է, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի, իմ վրա եք բարկացել, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի»։ Ժողովուրդը զարմանում էր, թե Հիսուսի ուսուցումը որտեղից է։ Աստծուց է, թե Աստծուց չի։ Քրիստոսն իր հարությամբ ապացուցեց, որ իր բոլոր ուսուցումները և գործերը վերևից երկնքից են, մարդկային չեն։ Ինչ որ մարդկային է, դատապարտված է կորստյան։ Ինչ որ աստվածային է, բարի է, սուրբ է և հավիտենական է, փրկարար է։ Հակոբոս առաքյալն ասում է, ամեն բարի տուրք և բարի պարգև երկնքից է, լույսի հորից։ Մենք այս աշխարհում անընդհատ ինչ որ բաներ ենք փնտրում։ Հարցեր, հարցերի պատասխաններ, օգուտներ, շահեր, և տարբեր տեղեր ենք ուղղում մեր հայացքը։ Եվ այն ամեն ինչը, ինչ մենք աշխարհի մեջ ենք գտնում, դրանք կամ մեզ վնասակար են, կամ գրեթե օգտակար չեն։ Այն ինչ որ մեզ վերևից է գալիս Աստծուց, սա է միայն օգտակարը։ Եվ մենք մեր հայացքը միայն վեր պիտի ուղենք։ Մենք կորագլուխ պիտի չման գանք հողի մեջ, աշխարհի մեջ, երկրի մեջ ինչ որ բաներ որոնելու, այլ բարձրագլուխ պիտի քայլենք, ինչպես Տաթևացին է ասում, որ Աստված մեզ ուղղաձիգ ստեղծեց, որ մեր գլուխը անասունների նման կոր չլինի, այլ դեպի վեր, դեպի երկինք ուղղված լինի, որ երկնքից ստանանք աստվածային շնորհ, լույս, ողորմություն։ Եվ այսօր Հինանց շրջանի 5-րդ կիրակի օրը Երևման խաչի տոն է։ Ինչ արեց։ Աստված այս հայտնությամբ մարդկանց հայացքը դեպի վեր ուղղեց։ 351 թվականի մայիսի 7-ին առավոտ ժամը 9-ին Երուսաղեմի երկնակամարում հանկարծ մի լուսեղեն մեծ խաչ հայտնվեց։ Ոչ թե մի ակնթարթ հայտնվեց ու կորավ, այլ ժամեր շարունակ այդ խաչը երկնակամարում երևում էր։ Լուսեղեն խաչ, որի մի ծայրը Գողգոթայի վրա էր, մյուս ծայրը Ձիթենյաց լեռան վրա։ Եվ ամբողջ Երուսաղեմի ժողովուրդը տեսավ այդ։ Բոլորը։ Եվ այդ մասին մեզ հայտնում է Երուսաղեմի Կյուրեղ հայրապետը, որի նամակը այսօր առավոտյան ժամերգությանը ընթերցեցինք, որտեղ ինքը Կոստանդիոս կայսրին գրում է այս տեսիլքի մասին, այս հրաշքի մասին է գրում, որ տեղի ունեցավ Երուսաղեմում։ Եվ ասում է, որ թե բնիկները, թե օտարները, թե հրեաները, թե քրիստոնյաները, թե ծերերը,
թե մանուկները, թե արայ, թե տղամարդիկ, թե կանայք, բոլորը տեսան ես։ Տեսան եւ ասում է բոլորը ամբողջ բազմությունը վազեց դեպի եկեղեցիներ։ Ինչ էր կատարվել։ Լուսեղեն խաչ էր հայտնվել երկնքում։ Ասում է ավելի պայծառ, քան արեգակը։ Եթե պայծառ չլներ, արեգակի լույսը թույլ չէր տալու, որ այդ խաչը տեսնենք, որտեղ նա էլ է լույսից։ Ուրեմն խաչից ճառագող լույսը շատ ավելի պայծառ էր, քան արեգակի լույսը։ Ինչ արեց։ Աստված երկնքից նշան տվեց։ Աստված երկնքից տեսիլք ցույց տվեց։ Ինչի համար։ Որպեսզի մարդկանց հայացքը ուղղվի դեպի երկինք, որպեսզի մարդիկ հասկանան, թե որտեղ է բարին, որտեղ պիտի իրենց հայացքը ուղղեն եւ ինչպես պիտի ապրեն։ Երևման խաչի տոնն է։ Խաչը հայտնվեց Երուսաղեմի երկնակամարում։ Եվ Սուրբ Գիրքն ասում է նաև Մատթեոսի ավետարանը, ասում է, որ լուսեղեն խաչը պիտի հայտնվի երկնքում Քրիստոսի գալուց առաջ։ Եվ այս անգամ ոչ թե երուսաղեմացիները պիտի տեսնեն, այլ ողջ աշխարհի բնակչությունը պիտի տեսնի։ Խաչը, լուսեղեն խաչը պիտի լինի Քրիստոսի գալստյան կարապետը։ Ամեն մեկս, որ այս աշխարհի մեջ ապրում ենք, որ ծնվել ենք, աշխարհ ենք եկել, Աստված ամեն մեկից մի օր խաչ է ցույց տալիս։ Մի օր մեզ երևման խաչի է արժանացնում։ Ամեն մեկս մի օր տեսնում ենք Քրիստոսի խաչը։ Ամեն մեկս մի օր տեսնում ենք լույսը երկնքից, լուսեղեն խաչը։ Եվ այդ տեսիլքը մեզ մի ճանապարհ է առաջարկում։ Ապրել կյանքը աչքերը երկինք առած։ Ապրել կյանքը միշտ լուսեղեն տեսիլքի սպասումով։ Միշտ լուսեղեն տեսիլքին մեր հայացք ուղղված։ Բայց ցավոք սրտի ավանդությունը եկեղեցական ասում է, որ այդ օրը 3000 մարդ մկրտվեց Երուսաղեմում։ Այդ տեսիլքի ազդեցության տակ գյուրեղ Երուսաղեմացին մկրտեց։ Մկրտության ավազանը գտնվում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց մայրաբանկում։ Բայց Երուսաղեմում միայն 3000 մարդ էր ապրում, անկասկած շատ մարդիկ էին ապրում եւ տեսան։ Բայց այդ մարդկանց մի մասը շարունակեց մնալ հեթանոս, ոչ միայն հեթանոս, այլ նաեւ Քրիստոսի խաչի թշնամիներ։ Ես վստահ եմ, որ Աստված ամեն մարդու կյանքում այդ տեսիլքը տալիս է։ Ամեն մարդ իր կյանքում, իր կյանքի մի պահի տեսնում է Քրիստոսի լուսեղեն խաչը։ Տեսնում է Քրիստոսին, տեսնում է լույսը։ Բայց բոլորը չէ, որ գնում են դեպի այդ լույսը։ Միմանք տեսնում են, ապշում են, մոռանում են, անցնում է գնում է։ Մի մասն էլ տեսնում են եւ այդ օրվանից գնում են դեպի լույսը։ Արդյոք տեսնելուց հետո մենք մեր ամբողջ կյանքը ապրում ենք այդ լույսի տեսիլքով։ Շատերս այս աշխարհի մութ իրողություններին նայելով մեր աչքերի տեսությունը խավարեցնում ենք եւ այլևս ընդունակ չենք լինում լույսը տեսնելու։ Ես հավատում եմ, որ Երուսաղեմի խաչի տեսիլքը, խաչի երևումը լուսեղեն, մենակ այդ մի քանի ժամերը չեղավ եւ մենակ Երուսաղեմում չեղավ։ Ամենուր միշտ այդ խաչի տեսիլքը կա, բայց մարդկանցից ոմանք միշտ տեսնում են, մենք էլ չենք տեսնում։ Ինչու չենք տեսնում։ Որտև մեր ընթացքով, մեր կյանքով արժանի չենք լինում տեսնելու, այն ինչ որ Աստված ցույց է տալիս։ Որտև մեր աչքերի տեսողությունը խավարեցրել ենք, աղտոտել ենք, մաքուր չի,
մեր լույսը, որ մենք կարողանանք տեսնել այն լույսը, որ Աստված մեզ ցույց է տալիս։ Օրինակները տվել է 40 տարի Իսրայելի ժողովուրդը, որ անապատով քայլում էր, այդ լույսն էր իրանց առաջնորդում։ Այդ տեսիլքն էր իրանց տանում։ Եվ այս մեր կյանքի օրինակն է, Աստված էլ միշտ այդ լույսի տեսիլքով մեզ տանում է, բայց մենք չենք տեսնում այդ լույսը եւ խավարի մեջ խարխափելով ենք ապրում։ Բա ինչ պիտի անենք, որ այդ լույսը տեսնենք։ Պիտի մաքրենք մեր աչքերի տեսողությունը, պիտի մաքրենք մեր հոգու տեսողությունը, պիտի աղոթենք, պիտի Աստծուն հաճելի լինենք, որ նորից Աստված մեզ արժանացնի այդ տեսիլքին, որ մեր աչքերը, մեր հայացքը նորից տեսնի լուսեղեն խաչը եւ գնանք լուսեղեն խաչի ետևից, որը սկսվում էր Գողգոթայից, ավարտվում Ձիթենյաց լեռան վրա։ Ձիթենյաց լեռը այն լեռն էր, որտեղից Քրիստոս համբարձվեց երկինք։ Այսինքն Քրիստոսի խաչելությունից, Գողգոթայից, մինչև Քրիստոսի համբարձում, երկնքի ճամփան, երկինք գնալը։ Խորհուրդ է, այո, մեր դարձի գալուց, մեր առաջի անգամ լուսեղեն տեսիլքը տեսնելուց, մինչև երկինք հասնելը, այդ խաչը պիտի մեզ առաջնորդի։ Կորցրել ենք խաչը, տագնապենք, անհանգստանանք, մտածենք, աղոթենք, փնտրենք, որպեսզի գտնենք, որտեղ ավետարանն ասում է, ով որ փնտրում է, նա է գտնում, ով որ բախում է, նրա առաջ է բացվում, ով որ խնդրում է, նրան է տրվում, որովհետև առանց այդ խաչի առաջնորդության, առանց այդ լուսեղեն տեսիլքի, մենք չենք հասնելու երկնքի արքայության։ Քրիստոսի հարության տոնը, այս հարության օրերը մի անգամ եւս մեզ ցնցում են, ասում են մարդիկ, Քրիստոս հարյավի մեռելուց, ինչի մեջ եք ապրում, ինչով եք ապրում, հարությամբ, թե աշխարհով, լույսի մեջ, թե խավարի մեջ, կյանքի մեջ, հարության մեջ, թե մահվան մեջ, մահվան գործերի մեջ։ Եվ մեր աղոթքն ասում է. խաչ քո եղիցի մեզ ապավեն Տեր Հիսուս, հորժամ երևիս փառոքոր ընդ ամպս լուսավորս, հանժամ մենք մի ամաչես ցուկ հուսացյալ քցիքես, այս զորությամբ քով մեծավ բերկրես ցուկ ընդաչ մեկում է, որպես զորթիս լուսո եւ որդիս տվնջան ամեն։ Քրիստոս հարյավ իմերելոց